Տիգրան Ավինյանը ավտոբուսների վարորդներին է մեղադրում չհավաքագրված ուղևորների համար։ Գործակարգավարական նիստում Ավինյանը Երևան ավտոբուս ՓԲ տնօրեն Բեգլա Կիրոկոսյանին հանդիմանեց վարորդներին ճիշտ չհրահանգավորելու համար։ Հավաքագրումից պարոն Կիրոկոսյան նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ եւ ուղիղ եթերով ասել, որովհետեւ չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Պարոն քաղաքապետ, այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Իսկ հաջորդ շաբաթ ձեր ֆինանսականը կբերեք եւ կզեկուցեք։ Փաստորեն քաղաքապետարանը, որը ձախողել է ուղևորների հավաքագրման process-ը, չկարողանալով ներդնել վերահսկողության գործուն մեխանիզմներ, ուզում է, որ վարորդներն իրականացնեն իր գործառույթը։ Քաղաքացիների մեծ մասը քաղաքապետի հետ համաձայն չէ։ Վարորդը պետք է ուշադիր վարի ավտոբուսը եւ անվտանգ տեղ հասցնի ուղևորներին, իսկ անբարեխիղճ ուղևորներին հսկելը նրանց գործառույթը չէ։ Վարորդը պետք է զբաղվի դրանով, դե բարև ձեզ։ Վարորդը քշի, վարորդը իր ճանապարհի նայի ռոլին, թե նայի որ այնտեղ ով վճարեց, ով չվճարեց։ Հիմարություն։ Չեմ ուզում ոչ մեկի վիրավորեմ, բայց անհամատեղելի բաներ են խոսում։ Վարորդը պետք է ղեկավարի մեքենան ոչ ոչ, դա սխալ է։ Կարող է ոթայի ենթարկել, չի կարելի դες բանան։ Մարդ պետք է մի գործողություն ունի։ Երկու գործողություն սխալ է։ Տիգրան Ավինյանին ասեք դրա մասին։ Վարորդը պետք է չշեղվի, վարորդը իր ղեկին պետք է լինի, ստացողը պետք է պարտաճանաչ լինի, որ ստանա վարորդի գործին չխանգարի։ Չվճարողը չի վճարի, հսկի չէ լինի, վարորդն էլ ասեն հսկի, չվճարողը չի վճարելու։ Վարորդը որ մեկին կարա հետևա։ Ինձ թվում է դա վարորդի գործը, չի նա չպետք է իր ուշադրությունը իր հիմնական գործի չշեղվի։ Վարորդները քաղաքապետի հետ համաձայն են, իսկապես շատ մեծ թիվ են կազմում այն ուղևորները, որոնք չեն վճարում։ Երբ տեսնում են, նկատողություն են անում, բայց դա էլ չի օգնում։ Ասում են, չվճարողը միևնույնն է չի վճարում։ Այսօրվանից եք սկսել, թե միշտ էլ չվճարողներին զգուշացնել։ Միշտ էլ ասել ենք, բայց այսօրվանից ավելի քաղաքապետը դες բան արեց։ Ես լրիվ իրակո համամիտ եմ այդ հարցին, որ այս հարցը դիլոցվի։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ պետք է վճարի, վերջ։ Մենք էլ պետք է ուշադրել ենք, հսկիչներ էլ թողել են, սաղել թողել են, այս միկրոֆոնը դրացավ հայտարարում եմ։ Տերում եմ հայլը, որ արդեն մարդիկ չեն վճարում, հայտարարում եմ, որ այդին էֆեկտ կա։ Հանդիպները արաբները չեն վճարում, բայց տենում են հայը չի վճարում, ասում են ես պիտի վճարեմ։ Հենց նոր այդ բազալն է տնում։ Նստում եմ մինչև չասեմ չեն էլ վճարում։ Մի հատ էլ հետս կռիվ են սարքում։ Սա ոչ օդով աշխատում, ոչ էլ ջրով աշխատում։ Պետք է վճարեն, որ պետական ծախսերը մեքենայի հոգան։ Դուք ավելի շատ նախընտրում եք, որ դուք պահանջեք, որ վճարեն, թե ինչով վերահսկող հսկիչներ լինեն ավտոբուսում։ Եթե ասենք հսկիչներ լինեն, դա ուրիշ է, հսկիչներ ասենք կարան հսկեն չվճարողներին տուգանան ասենք։ Պարտադրեն վճարեն։ Հա, պարտադրեն, մեկ երկու որ պարտադրեն, ինձ թվում է արդեն սաղի մոտեր սովորություն դառնա որ վճարեն։ Քաղաքացիները համաձայն են, ավտոբուսներում հաճախ են հանդիպում չվճարող ուղևորների, բայց առաջարկում են, որ քաղաքապետարանը նախ բարեխղճորեն կատարի իր գործը, կարգավորի քաղաքային տրանսպորտի աշխատանքը, հետո միայն ակնկալի բարեխղճություն ուղևորներից։ 3-ից 12 րոպե իջա կանգար, 4-ից 10 պակաս նոր եկավ ինքը։ Դե ասեք խնդրեմ, կարող է ջղայնանամ ու չվճարեմ։ Չէ որ ես գործեր ունեմ, դուրս եմ եկել, ես սա պետքա վերջացնեմ։ Այսինքն տվեք, որ ստանաք, առանց տալու մի պահանջեք, ոչ մեկից ոչ մի բան։ Իրեն հարգող մարդը իրեն թույլ չի տալ չվճարել։ Բայց չվճարում էլ ասեմ, իր դաստիարակությունը ինչ ആണ് վարորդը։ Ես համաձայն եմ, թող երկու տրանսպորտ չաշխատի, որ այդ չվճարողները դրանց տաքսով մանկական։ Հենց հիմա տվեք տեսեք չի անցնում, ոչ չի անցնում։ Սուտ են խոսում։ Ես առավոտը 7-ին նստում եմ, առավոտը ուղիղ 20% շենմուծում, իսկ այս ժամերին, ամեն օր այս ժամերին գնում եմ տուն 50% շենմուծում։ Կարող է իրոք գումար չունել, ես ինչ ասեմ, չեմ կարող ասել, մեկի տեղը պատասխան տամ։ Բայց ամեն դեպքում անհարմար է, եթե գումար ունես, պետք է վճարես այդ տրանսպորտից, եթե օգտվում ես։ Այն անձը, ով դուրս է գալիս ժամով, իր ժամանակը իր համար ամեն ինչ արժի, ինձ թվում է
Կարող են եւ չվճարի։ կարող է եւ չվճարի։ Գերմանիան հարցը չի։